Այսօր ստեղծված իրավիճակը ներքաղաքական ինչպես կփնուտակրեք, ինչ փոխվեցավ Հայաստանի մեջ եւ ընդհանրապես ինչ չփոխվեցավ։ Ժողովուրդը ստացավ այն, ինչ ստացավ եւ համակողմանի խաբեցին ժողովրդին, իրականացրեց մի ընտրություն, որը կարելի է մեկ բառով բնութագրել որպես կրկնություն։ Մեծ փողը, մեծ կապիտալը դեռ չի նշանակում հմուտ ղեկավարում։ Թրամփը հզոր բիզնեսմեն է, բայց ես նույնը չեմ կարող ասել նրա մասին որպես նախագահ։ Կաթողիկոսը լավագույն կաթողիկոսներից չէ, որ մենք ունեցել ենք։ Եվ այստեղ կասկածներ կա, որ օտար երկրյա պետությունների միջամտություններին տուրք տվող կաթողիկոսը։ Խայտարակ ենք եղել ամբողջ ինչպես պիտի լուծվի։ Չի կարող այս իշխանությունների պարագայում լուծվի։ Ասպես կմնա։ Սենց մնալու է։ Այսինքն կաթողիկոսը կշարունակե իր գործառույթները։ Շարունակելու է եւ մենք անդադ խայտարակ ենք լինելու միջազգային հանրության առաջ, գնալու են էլի աղոթքներ են անելու, այդ հրատապ հարցերը բարձի թողի վիճակում լինի։ Հայաստանի քաղաքացին իսկապես շվարած է։ Փաշինյան ինչ քիծ առաջ կդանի։ Դուք ինչ կառաջարկեք, ուր է տեղադոմսը։ Ինչ պիտի ինել Ռուսաստանի պես վիրավոր գայսրության մեջ, որ ավելի վտանգավոր է։ Ռուսաստանը երբեք Հայաստանին հովանավոր չի եղել։ Ռուսաստանը տիրապետել է Հայաստանը։ Դրանք տարբեր։ Նկատի ունիք վերջին 30 տարին։ Միշտ կանխատեսում եմ, հավանականություն եմ տեսնում, որ աշնանը Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը։ Դա կլինի փեգում, դա կլինի ամբողջ ռուսական քաղաքական էլիտաներում ճակ խորացող։ Ղրիմը Վլադիմիր Պուտինի անձնական դափնին է, անձնական դափնին։ ատամանտն է, չէ՞, թակի։ Անձնական դափնին է։ Վերցնում ես Ղրիմը, Պուտինը մերկանում է։ Այս աշխարհագրությունով հնարավոր է ինքնապաշտպանության այնպիսի համակարգ կայացնել, որ անգամ Չինաստանը չկարողանա գրոհել Հայաստանի Հանրապետությունը, ելույթ ունենաց Թուրքիան։ Ոստիվի խոսիլ մեր հետ։ Այո։ Ստեղծեք ձեր ամրոցը։ Բարև ձեզ Արևելքի հարտագով, ես Սակոարյանն եմ, կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր հյուրս շնորհապետական գուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է, բարի եկած եք, պարոն Սիմոնյան, սա մեր առաջին հարցազրույցն է հետընտրական ընդանուր process-ին, եթե մեկ նախատեսությամբ նկարագրեք այսօր ստեղծված իրավիճակը ներքաղաքական, ինչպես կփնուտակրեք, ինչ փոխվեցավ Հայաստանի մեջ եւ ընդհանրապես ինչ չփոխվեցավ։ Կրկնություն, մեկ բառով։ Կրկնություն, ժողովուրդը ստացավ այն, ինչ ստացավ եւ համակողմանի խաբեցին ժողովրդին։ Այդ ընդդիմություն կոչվածը, որ խաղարկային կերպով ընտրություններից անմիջապես առաջ ձևավորվեց, ասես Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ եւ դիրիժորությամբ, այսպես կարելի է ասել։ Խոստացել էր, որ հունիսի 8-ից հետո այլ վարչապետ է լինելու։ Նրանք միայն հաղթել ռազմավարությամբ էին գնում։ Եթե համեմատական երկու կողմերը նկատի ունիք։ Երկու կողմերն էլ բացառապես հաղթել ռազմավարությամբ էին գնում, բայց եթե նկատել եք, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 3 սցենար էր դիտարկում։ Հաղթել, պարտվել, հաղթել։ Այսինքն մենք պատրաստ ենք եւ հաղթանակ տանեինք ընտրություններում։ Միանձնյա ձևավորենք մեծամասնություն ունենալ։ Իրադեսական էր, բայց պարոն Սիմոնյան անգեղձորեն կախված ժողովրդի ընկալունակությունից եւ չտրվելու հնարավորությունից սադրանքներին եւ ապա տեղեկատվությանը, այստեղ հիմա կխորանանք դրա վերաբերյալ։ Երկրորդ տարբերակը մենք պատրաստ էինք անցնենք խորհրդարան, բայց ոչ հաղթողի կարգավիճակով։ Երրորդ տարբերակն է մենք պատրաստ էինք անգամ խորհրդարան չանցնել, բայց լուրջ արդյունքներ արձանագրել, որը որ եղավ։ Երրորդ տարբերակը եղավ։ Հիմա ինչու՞մն է տարբերությունը, երբ որ դու հաղթել ռազմավարությունը ի հեճուկս դրան առաջարկում ես 3 սցենար։ Դա նշանակում է, որ դու ունես ռազմավարություն եւ այն պարագայում, ռազմավարություն եւ այն պարագայում, ռազմավարություն եւ հաջորդ պարագայում։ Իսկ երբ որ դու առաջնորդում ես բացառապես հաղթել կոնցեպտով խափում ես ժողովրդին, ժողովուրդը կարծում է, ասես եթե դու ահռելի քանակությամբ կապիտալ ունես ամբարած, դա չգիտես ինչու ընկալվում է որպես ուղիղ համեմատական քո ինտելեկտուալ հնարավորություններին եւ քո հնարավորություններին փոփոխություններ բերելու համատեքստում, ապա ժողովուրդը խաբվեց, այսպես ասած, ձայն տվեց մեծ քանակությամբ նմանատիպ ուժերի, որպեսզի փոփոխություն գա եւ փոփոխություն չեկավ։
Տարբերակ երկրորդը որը պետքա լիներ, եթե նմանատիպ ուժերը հայտարարում են ոչ լեգիտիմ է, իսկ առաջինը Հայաստանի Հանրապետությունում, որ խորհրդարանական ընտրությունները հայտարարեցինք ոչ լեգիտիմ, դա եղել եմ ես ամսի 8-ին, այնուհետև վարչապետ Փաշինյանն է դա ասել, հետո Ռոբերտ Քոչարյանն է դա կրկնել։ Եթե բոլորի համար ոչ լեգիտիմ ազգային ժողով էր, ապա յուրաքանչյուրը իր ռազմավարությունը պետք է առավելապաշտական մոտեցումով առաջ տաներ։ Բայց ինչ տեսանք մենք, որ այդ խաղարկային ընդդիմությունը խաղարկային ընդդիմությունը ընդունեց հաղթել պարտվել մոտեցումը, ոչ թե հաղթելը։ Այն ինչը որ չէին հայտարարել նախապես։ Վերցրեցին մանդատները մտան խորհրդարան։ Անսպասելի էր ցեզի համար։ Չէ, որտեվ ես գիտեի, որ նրանք ընդհանուր ամբողջությամբ նույնն են։ Ես տարիներ շարունակ մեր սիրելի ժողովրդին, այդ թվում նաև արտերկրի, ասել եմ մի բան, որ համակարգը հայկական չի եղել։ Ռուսաստանի կողմից պարտադրված համակարգ ա եղել, որտեղ վերին օղակներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների աստիճանը Մոսկվայից է ծագել։ Եվ այդ համակարգը դեռևս շարունակում է գործել Հայաստանի Հանրապետությունում, ի հեճուկս նրան, որ համակարգից դուրս քաղաքական ուժեր կան, որոնք միշտ դեմ են գնացել այդ քաղաքական համակարգին, բայց ինչ-ինչ պայմաններով սուբյեկտիվ, ռեսուրսային, ժամանակի պարագայում, ժողովրդի կալունակության պարագայում որևէ ռեալ արդյունք չեն կարողացել արձանագրել։ Հիմա միջև այդ համակարգը չթոթափես, դու իրոք ազգային օրակարգի վրա հիմնված դիմություն, իշխանություն, եւ իրոք ազգային օրակարգի վրա հիմնված ընդդիմություն չես ունենա, չես կարող ունենալ։ Եվ որպես այդպիսին շնորհապետական կուսակցությունը որպես ինքնուրույն ժողովրդական նախաձեռնություն, ազգային նախաձեռնություն, ժողովրդի ծոցից ծնված, այսպես ասենք, ձևավորվեց ի հեճուկս այդ համակարգի, որ այլընտրանք ներկայացնի ժողովրդին։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա դուք տեսեք, որ ինչու ես ասեցի մեկ բառով կրկնություն։ Արդեն տևական ժամանակ է ազգային ժողովը իր աշխատանքները ծավալում է։ Մենք ազգային ժողովում առայժմ որևէ ռեալ քայլ չենք տեսել համազգային, համապետական հիմնախնդիրների շուրջ դեբատներ ծավալելու։ Ես իհարկե խոստացել եմ, որ հապճեպ որևէ գնահատական չեմ տալու առնվազն դեկտեմբեր միջև։ Բայց այնուամենայնիվ եկեք իրականության աչքերին նայենք։ Այդ մարդիկ իրենց ամբողջ ժամանակը, ռեսուրսը, բառաֆոնդը, էներգիան ծախսում են միջանձնային, ֆինանսական, հերյուրանքների հերկման, հերյուրանքներ տարածելու, չգիտեմ, միմյանց մեղադրելու, միմյանց վիրավորելու, միմյանց, չգիտեմ, ժողովրդին խայծը նետելու, ինչ որ հնդկական ֆիլմ հիշեցնող պոլեմիկա ներկայացնելու առումով են օգտագործում։ Բայց սկիզբը հրատատար չի գար, բան Սիմոնյան, նաև Ռուբեն Ռուբենյանի այդ հայտարարությունը հրատատարը ոչինչ է, եթե քաղաքական խոսույթը համապետական հարցերի շուրջ չի ծավալվում։ Հիմա ո՞րն է համապետական հարցերը։ Ես մոտ կլինի 2 շաբաթ առաջ Նոյան տապանում մի միտք արտահայտեցի, ասեցի, որ կանխատեսում եմ, հավանականություն եմ տեսնում, որ աշնանը Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը։ Դա կլինի փեգում, դա կլինի ամբողջ ռուսական քաղաքական էլիտաներում ճակ խորացող, եթե չասենք բեկումնային շրջան, որտեղ Ղրիմը Վլադիմիր Պուտինի անձնական դափնին է, անձնական դափնին։ Ատամատն է, չէ, թակի։ Անձնական դափնին է։ Վերցնում ես Ղրիմը, Պուտինը մերկանում է եւ մերկ կանգնում է այդ ամբողջ անողոք նոմենկլատուրայի առաջ։ Սարսափելի է դեսարանը։ Եվ տեսեք, հիմա սարսափելի է Պուտինի համար, մեզ համար հրաշալի է։ Մեզ համար հրաշալի է։ Հիմա Ղրիմը ետ վերադարձրեց Ուկրաինան, ենթադրենք Ռուսաստանում խմորումները սկսեցին ծավալվել։ Ներքին։ Դա դոմինոյի էֆեկտն է։ Մեկ մատի հպումով դոմինոն շուռ է տալիս եւ ամբողջ այդ խճանկարը գեղեցիկ զարդանախշով փոփոխում է ամբողջ եվրասիական տարածությունը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս ռետորական։ Ռուսաստանի Դաշնությունում տարբեր հաշվարկներով կա 1.500.000-ից մինչև 3.500.000 մեր հայրենակիցներ։ Հայաստանի Հանրապետության համար խիստ ծանրաբեռնված կլինի անգամ 200.000 հոգեանոց անհատների վերադարձը, որտեղ մենք չունենք հորրեկա հատվածի զարգացված համակարգ, գոնե հյուրանոցներում տեղավորես որևէ բաներ։ Մենք չունենք բնակ ֆոնդի համապատասխան ծավալներ։ Մենք չունենք ենթակառուցվածքներ։ 10 հոգի մարդ է գալիս անշարժ գույքի շուկայում, տեսնում եք ինչ է կատարում, գները ոնց են բարձրանում։ 10 հոգի։
Ճակերտավոր ասած։ Եվ առաջարկում եք դուք Հիմա ազգային ժողովում դուք լսել եք, որ ենթադրենք մարդիկ այս նյութերը չգան։ ապագայի հեռանկարի առումով քննարկեն, ասեն Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ ինչ մեխանիզմներ եւ ինչ միջոցներով հաստատված բյուջեի համատեքստում կկարողանա միջնաժամկետ կտրվածքում լուծումներ առաջարկել զանգվածային ներգաղթը կառավարելի դարձնելու համատեքստում։ Զանգվածային ներգաղթը։ Ընդ որում ես ձեզ ասեմ, եթե այս կրավորական վարքը շարունակվեց, մեր հայրենակիցները երբ որ կվերադառնան Հայաստան հնարավորություններ չեն ունենա, Հայաստանը կդառնա պլացդարմ Հայաստանի միջոցով այլ երկրներ ցակուցրիվ լինելու համար։ Բա դուք չեք ուզում ինչ որ մի հատված գոնե պահպանել երկրում։ Շատ մտածեք օրենք, որ քաղաքացիությունը բարթացնեք, որ այնտեղից եկած մարդիկ չկարողանան քաղաքական համակարգում փոփոխություններ կատարել։ Բա դուք պետական ապարատի եւ պետության նկատմամբ ռիսկերը չեք կարողանում գնահատել։ 90-ականներին, երբ որ տարածաշրջանը խորհրդային միության լուծը թոթափում էր, Ադրբեջանը 5 միլիոն էր, Հայաստանը 3 միլիոն 600 հազար։ Հիմա Ադրբեջանը 10 միլիոն է, Հայաստանը 2.5 միլիոն հազիվ լինի։ Բա դուք չեք ուզում ռազմավարական այնպիսի ծրագիր իրագործել, որ հայ ժողովրդի պատմական երազանքը, անկախ պետականությունը հարատև դառնա։ Դուք նման պոլեմիկա ազգային ժողովում մինչ այսօր լսել եք։ Չենք լսել։ Հետևաբար թույլ տվեք կրկին վերահաստատել մեկ բառով ինչպես կբնութագրեմ կրկնություն։ Եվ ով է մեղավոր։ Ընտրողը։ Խափողը չի մեղավոր, որովհետև խափողը իր տեսակից անդին չի գնա։ Ընտրողը պետք է հասկանար, որ դրանք քրոնիկ խափեփաներ են։ Մեծ փողը, մեծ կապիտալը դեռ չի նշանակում հմուտ ղեկավարում։ Թրամփը հզոր բիզնեսմեն է, բայց ես նույնը չեմ կարող ասել նրա մասին որպես նախագահ։ Նույնը չեմ կարող ասել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլոբալ գերակայությունը կասկածի տակ է դրել։ Կասկածի տակ է դրել եւ անհեռատես քաղաքականության պատճառով եւ անձակենտրոն անձապաշտ քաղաքականության պատճառով։ Հետևաբար որտեղից սիրելի ժողովուրդ դուք ենթադրեցիք, որ եթե մարդը կարողանում է 200,000 ընտրակաշարք բաժանել, համենայն դեպս իշխանություններն են դա պնդում, ես չեմ տեսել։ Մարդը, որը կարողանում է ամեն համայնքում տասնյակ քառակուսի մետրերով տարածքներ վարձակալել եւ գնել, իզորու է լինելու, փոփոխություններ ներկայացնել եւ Հայաստանի Հանրապետությունը այս ճգնաժամից դուրս բերել։ Ընդ որում սիրելի ժողովուրդ, դուք ձեզ հարց չեք տվել, որ յուրաքանչյուր քաղաքացի լինի միլիարդատեր դոլարային, թե լինի միջին խավի ներկայացուցիչ, թե սովորական ապրուստի տեր անհատականություն, որ դառնում է պետական առաջնորդ, իր ձեռքը հայտնվում են այդ ծավալի գումարներ եւ այդ ծավալի հնարավորություններ։ Հետևաբար ավելի տրամաբանական չի, սիրելի ժողովուրդ։ Բիզնես ճանապարհով միլիարդներ ամբարած անհատականությանը ի հեճուկս ընտրել պետական կառավարման համակարգին պատկերացում ունեցող եւ քաղաքագիտական կրթություն ունեցող եւ նմանատիպ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող թիմի։ Իմաստը որն էր, որ դուք չտարակ չբերեցիք, ձեր կոլեկտիվ ձայնը տվեցիք։ Հիմա դուք տեսաք ընտրական գործընթացների պատճառով, որ անգամ այն մանր փշուրները, որ այստեղ այնտեղի անկյուններից ոռնում էին, ասես մենք ձայն փոշիացնող ենք։ Տեսաք, որ փոշիացնողները նրանք էին։ Տեսաք, որ շնորհապետական կուսակցությունը իզորու է եւ թափ ունի։ Տեսաք։ Հիմա էլ ինչ պետք է ասեք։ Կրկին պետք է լսեք ձայն փոշիացնողներին, գլխարկից դուրս բերված Միքի Մաուսներին եւ օլիգարխներին եւ այն իշխանություններին, որ տարիներ շարունակ խափեությամբ առաջ են տարել իրենց որովայնապաշտ քաղաքականությունը։ Ի հեճուկս ամեն ինչի դուք հակված չեք փոփոխություններ իրականացնելու, սիրելի ժողովուրդ։ Պարոն Սիմոնյան ջան, գիտեք, յուրաքանչյուր գուսակցություն հետընտրական process-ին ընթացքին check and balance կնի, այսինքն իր գուսակցականներու, իր հանրույթին հետ կնստի եւ կգումարե նվազները, առավելները։ Այո։ Այս բադգերը դուք ունեցաք եւ արդյոք ծեր բարակային հատկապես
ինչ էին ձեր հիմնական բացթողումները նախընտրական շրջանում։ այո Նախ սկսենք այն կարևոր հանգամանքից, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հիմնադրվել եւ պետական գրանցում է ստացել 2025 թվականին։ Ստացվեց, որ մենք ընտրությունների նախաշեմին մեկամյա ուժ էինք։ 1 տարեկան քաղաքական ուժ, մեկամյա, որի առաջնորդը այդ պարագայում 2 տարի առաջ էր քաղաքականություն մուտք գործել 2024 թվականի մայիսի 28-ին։ Եվ այդ հայտարարությունից հետո ուղիղ մոտ 9 ամիս հետո փետրվարի 27-ին մեր կուսակցության Անդրանիկ հիմնադիր համաժողովն էր, այնուհետև ապրիլի 10-ին մենք ստացանք պետական գրանցում։ Մեկամյա քաղաքական ուժը կարողացավ համապատասխան մարդկային, ռազմավարական մտքի, ենթակառուցվածքային, ինչու՞ չէ նաև մինիմալ որոշակի ծախսային բեռ վերցնել, որպեսզի համապետական ընտրություններին մասնակցի։ Բայց մեր գլխավոր թերությունը ֆինանսներ։ Եթե դուք զեկույցները ուշադիր նայել եք, 18 քաղաքական ուժերից, եթե չեմ սխալվում, 3-4-ը 1 միլիոն դրամի շեմը չէին հատել ծախսերի ընթացքում, դե դրանք այն ուժերն էին, որոնք ի սկզբանե հաղթելի իրենց առաջ կամ որևէ լուրջ նշածողը չէին, ուղղակի մասնակցում էին մասնակցելու համար, ժողովրդական լեզվով ասած թոզու դուման անելու համար։ Որտեւ երբ որ կեղծ ընտրանքների բազմազանություն է տալիս մարդկանց, ինչքան շատ այդքան լավ, շփոթ կստեղծես, ինչքան շատ այդքան լավ, այդ թոզու դուման անողներն էին, էլի։ Եվ 1 միլիոն դրամի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ամենավերջում գալիս էր Հայաստանի շնորհապետական կուսակցությունը։ Մեր ծախսերը այդքան քիչ էին։ 4-4.5 միլիոն ենք ծախսել։ Որ ամենակիչը կհամարվի այդ։ Դա միլիոնի շեմը հաղթահարածներից ամենակիչն էր։ Շատ քչերը մեզ աջակցեցին։ Ես ուզում եմ ասել, որ այս պայքարը իմը չէ մենակ, ընկերներ։ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներ։ Մի նստեք թախտին, սպասեք բախտին։ Մի ասեք ընտրությունները միևնույն է 5 տարի հետո է լինելու, մի տարի հետո, 2 տարի հետո կհասկանանք ինչ անենք։ Ոչ, արտահերթ է լինելու։ Ձեր գարձիկը այդպես է։ Արտահերթ է լինելու։ Տարի ու կես հետո մենք նորից կանգնելու ենք համապետական արտահերթ ընտրությունների շեմին։ Սկսեք օժանդակել մեզ, աջակցեք մեզ, մենք կարիք ունենք։ Մենք մինչև այսօր ունեցվածք չունենք գույքի առումով, որպես անշարժ գույք։ Մնացել ենք բախտի կմահաճույքին։ Հիմա եթե վարձի գները բարձրացրեցին, մենք չկարողացանք գրասենյակ պահենք, ո՞նց է լինել։ Իշխանությունները կխանգարեն ցեզ։ Դե հիմա շատերը կասեն, դուք 2%-ի շեմը հաղթահարել եք, պետությունից ֆինանսական աջակցություն ստանալու եք։ Նախ ըստ օրենքի պետությունը այդ ֆինանսավորումը իջեցնում է, երբ որ կուսակցությունում ստուգումները կան։ Իսկ միջև այսօր հակակոռուպցիոն նամակագրությունների մեջ է, այս ծաղիկը որտեղից, այն անդրավարտիկը որտեղից, այն բմբուլը որ կար, այդ ով է ստեղծել կամ այդ մոնտաժը ես եմ արել։ Sony Vegas Pro ծրագրին տիրապետում եմ, ես մոնտաժում եմ։ Նույնիսկ այդ մեկը հարցականի դակ է դրվում։ Հարցնում են ամեն ինչ, բայց Պարոն Անտինյանը անգամ պատմեց, որ շատ մանրագրգիտ ամեն ինչ քննարկում։ Այո, քիչ ամնում ռենտգեն անեն, տենան ինչ ես կերել։ Դա աբսուրդի ժանրից է, էլի չի կարելի։ Տրամաբանական շեմը չի կարելի հատել։ Մարդու անձնական տիրույթ, մարդու քաղաքացու անձնական տիրույթ իրավունք չունես մտնես։ Դա անձեռնամխելի է սահմանադրությամբ։ Ընդ որում, երբ որ դրական եզրակացությունը լինում է, ու հələ չգիտենք, որ պետական մարմինը պետք է այդ ֆինանսավորումը իջեցնի, որովհետեւ դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմել ենք հակակոռուպցիոն, դիմել ենք ազգային ժողով։ Ինչ հարցով եք դիմել։ Որ այդ ֆինանսավորումը, որը ժողովրդի քվեով էլի, ոչ, տվեք։ Որ կարողանանք մինիմալ ծախսերը հոգալ գրասենյակային ծախսերը։ Մինչև հիմա չէ դրված, երևի ինչ որ ժամկետներ կան, Չկա նման բան, օրենքը նման կարգավորումներ չունի։ Բաբա ոնց, ընտրություններից հետո ժողովը արդեն ձևավորել են, ազգային ժողովը կա, ընտրությունների հաջորդ օրը, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների արդյունքը, եւ այդ վիճարկումներից հետո սահմանադրական դատարանը անփոփոխ է թողել Հունիսի 8-ի արդյունքները։ Հունիսի 8-ից արդեն մենք այդ ֆինանսական միջոցները պիտի ստանայինք։ Լավ է, փող չունենք, այ մարդ, մեր pedagogan քանցանագի մեջ։ Ինչի իրանք իրենց ծախսերը հոգալու համար ունեն։ Դա մեր ժողովրդի փողն է, սկսենք այդտեղից։ Եթե այլ ընտրանքը կարողացել է այդ արդյունքը ապահովի, պետքա տան, բայց
Ընդ որում այդ գումարի չափը երբ որ բաժանում ես ամիսների 12 ամսի, ամսվա կտրվածքում 2-2.5 միլիոն դրամ է գալիս։ Այդ 2-2.5 միլիոն դրամով դու հազիվ կարողանաս Երևանում մեկ գրասենյակի ամսական ծախսերը հոգաս։ Մեկ գրասենյակի ամսական ծախսերը, բայց խելքի մոդ է։ Դե հիմա տեսեք գները ինչա կատարում 150 քառակուսի մետր մեկը միանվագ պետք է դրվի 800,000 կողք պետքա դնես ամսական բանի։ Հիմա չգիտենք ոնց է ընդհանրական ծևը ոնց է չգիտեք, հասկաց։ Ես ինչի էս երկար էպոպեյան պատմեցի, որ երիցս կոչ անեմ սիրելի ժողովրդին, օժանդակեք մեզ։ Ձեր գումարները չի վատնվում։ Ծառայում է նպատակին։ Եթե մենք այս ճանապարհը չգիտակցենք, չհասկանանք, ապա մեր նման ուժերը միշտ բախվելու են մի հանգամանքի, երբ որ իրենց ֆինանսական պոտենցիալով չեն կարողանալու սուտն ու հերյուրյանքը անգամ հերքել։ Այն ահռելի չափաբաժնով, արհեստական բանականությամբ գեներացված պատկերները, նյութերը, հերյուրյանքները, խեղկատակությունները, մենք ռեսուրս չունեինք հերքելու եւ այդ մասշտաբը ապահովելու։ Գոնե Եվ ստացվեց այնպես, որ մեր սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքանդրությունը տուրք տվեց խաբեությանը եւ ստին եւ իրականացրեց մի ընտրություն, որը կարելի է մեկ բառով բնութագրել որպես կրկնություն։ Այս դասը մենք տեսել ենք։ Փոփոխություններ է պետք։ Ես արդեն պիտի հարցնեի, թե որ հանրույթն է, որ ձեր հանդեպ ինչ-որ սեմպաթիա ունեցավ եւ արդյոք ձեր գուսակցությունը աճելու նոր ճանապարհներու մասին մտածած է, որովհետեւ գիտեք ինչ է, մեր քաղաքական կյանքը դժբախտաբար կենտրոնացած է Երևանի մեջ։ Մեր շրջանները լքված են եւ նախընտրական փուլերում բոլորը գահիտնվին շրջաններում մեջ լուսանգարվելու եւ Ձեր մասին չէ, առհասարակ այս դինամիզմը կա։ Դուք ինչ պիտի ինեք, որ այդ շրջաններուն կյանք դրվի եւ նաեւ այդտեղի քաղաքացին իր խոսքը ունենա ասել։ Հարգելի Սակո, ոչ մի կուսակցություն, ոչ մի շրջանում չի կարա ներկայացված լինի, եթե շրջանի բնակիչը չուզենա։ Իսկ ո՞նց է շրջանի բնակիչը ուզենում։ Պիտի համոզվի, պիտի ճանչնա նախ։ Նախ առաջին հերթին, եթե ինքն իրանից արժեք է ներկայացում, պիտի դառնա կուսակցության ռեսուրսներով եւ կուսակցության հնարավորություններով իր բնակավայրում սկսի փոփոխություններ իրականացնել։ Հիմա մեր կուսակցությունը բավականին ընդարձակվել է այս ընթացքում։ Բավականին ընդարձակվել է։ Այսինքն շրջաններում մեջ ունիք ներկայացուցիչներ։ Նկատի ունեմ մեր կուսակցականների թվականակի առումով մեծանում ենք։ Թիվը աճ է գրանցում։ Բայց անկեղծ լինեմ, Շիրակի մարզում ձեռքերի մատները հերիք կլինի հաշվելու մեր կուսակցականների քանակը։ Հիմա պարզ հարց եմ հնչեցնում մեր սիրելի գյումրեցիներին։ Շուտով Գյումրիի ընտրություններն է։ Դուք էլի կանգնելու եք ընտրանքի առաջ։ Ինչ եք մտածում։ Արդահերթ պիտի լինի, չէ՞, ընդեղի դիմադրությունները։ Ով ձայն տվեց Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։ Ես կարծում եմ, որ ինտելեկտուալ հատված է։ Մարդիկ, որոնք կրիտիկական մտածելակերպ ունեն, մարդիկ, որոնք որ կարողացան թացը չորից առանձնացնել, զատել, մարդիկ, որոնք որ կարողացան այս ինֆորմացիոն աղմուկի եւ հոգեբանական ու տեղեկատվական գրոհի շրջանակում սինթեզել այն ճշմարտությունը, որը նրանց ուղղորդեց գնալ ընտրատեղամաս եւ ձայն տալ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը։ Նրանք 30,680-ն են Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցածները։ Հիմա ես կոչ եմ անում եւ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության մեր այդ քաղաքացիներին 30,680 հոգուն յուրաքանչյուրդ աշխատեք առնվազն 10 հոգու շրջանում մեր հեղինակությունը եւ մեր մասին ճանաչելիությունը բարձրացնելու։ Խնդրում եմ յուրաքանչյուրդ 10 հոգու մոտ աշխատեք։ Մարզերի մեր բնակիչներին առաջարկում եմ լինել ակտիվ։ Եթե կան այնտեղ նախքին որևէ մի ուժի չհարած երբևիցե եւ ներկայիս ուժին չհարած, նկատի ունեմ վերնախավում կամ բարձրաստիճան պաշտոն զբաղացրած չեղած մարդիկ, որ տեղերում ուզում են փոփոխություններ իրականացնեն, դիմեք մեզ։ Հիմա Գյումրիում ենթադրենք 15-20 հոգի ավականի պետք է առաջ քաշենք։ Ուր եք գյումրեցիներ։
Ձեզ ձեռա տալիս է իրավիճակը։ Կսպասվին հանդիպումներ շուտով պիտի այցելեք Գյումրի արդյոք։ Պետք է փորձենք այցելել, խոսել։ Ենթադրեմ Գյումրին համար 1։ Քիչ մը դժվար Այլ համայնքներով որտեղ որ ընտրություններ պետքա լինի։ Կուսակցությունը ամբողջ իր ներուժով կանգնում է ձեր թիկունքին։ Ուզում եք փոփոխություններ, ձայն հանեք։ Ես չեմ կարա իմ համայնքից վեր կանամ, ձեր համայնքի շահերը պաշտպանեմ, երբևիցե ծնված չլինելով եւ չբնակված լինելով այդ համայնքում ինքնուրույն։ Ինձ պետքա տեղացին կանչի։ Եվ այնտեղ ենթադրեմ գործընկերներու գարիք ունեք։ Կանչեք գամ ձեր կողքը կանգնեմ։ Կանչեք, տեխնացությունները բոլորը դիտարկվեն քա խորհրդի կողմից մեր, կուսակցությունը ամբողջ ներուժով գա փոփոխությունների համար պայքար մղի։ Առյուծաբար, այնպես ինչպես մեր խորհրդանիշն է։ Իրոք փորձենք փոփոխություններ բերել։ Հիմա քա խանդրությունը պիտի գիտակցի։ Մենք այն խոյակն ենք, այն սյունն ենք, որի վրա մեր պետության ամբողջ կամարն է հենվում։ Պետք չի պատասխանատվությունը թոթափենք մեր վրայից, մտածելով դե մեկ ուրիշը կանի։ Չի անի։ Որտեւ այդ մեկ ուրիշն էլ է մտածում, դե մեկ ուրիշը կմտածի ու մատով ցույց է տալիս քեզ, իսկ դու չես պատրաստվում անես, որտեւ դու էլ մատով նրան է իր ցույց տվել։ Պատասխանատվությունը վերցրու քեզ վրա։ Պատասխանատվությունը վերցրու քեզ վրա եւ շարունակիր օժանդակել։ Պիտի ուզեի նաև արտաքին քաղաքականության իրավիճակի մասին խոսել, պարոն Սիմոնյան, ծերտի դարգումները մանավանդ անգեղծորեն Սփյուռքի մեր հայրենագիցներու, մեր լսարանի, մեր YouTube-յան հետևորդներու համար շատ կարևորված է։ Սա իմ կնահատականը չէ, մեր Խորապես գասված եմ, ես սիրում եմ։ Գիտեք, քիչ առաջ արագ անցանք Ռուսաստանի վրայով, այսօր մեր հասարակությունը շատ փևերացած է այս թեմայով։ Մարդիկ Փարերը փոխած են հիմա Ռուսաստանի համար գսեն հովանավոր, երաշխավոր, իսկ մյուսները, որոնք Ռուսաստանի կողմէ ասենք խապված գսկան մանավանդ Արցախի հարցով, ուղղակի թշնամապար մոդեցած են, նաև այս վերջին ձաղի կոնյակ այս պատմություններից հետո մենք տեսանք Ռուսաստանի վարկը, հիմա Հայաստանի քաղաքացին իսկապես շվարած է։ Փաշինյան ինչ քիծ առաջ կդանի։ Դուք ինչ կառաջարկեք, ուր է տեղադոմսը։ Ինչ պիտի ինել Ռուսաստանի պես վիրավոր գայսրության մեջ, որ ավելի վտանգավոր է իմ համեստ կարծիքով։ Հարգելի Սաքո, Ռուսաստանը երբեք Հայաստանին հովանավոր չի եղել։ Ռուսաստանը տիրապետել է Հայաստանը։ Դրանք տարբեր։ Նկատի ունիք վերջին 30 տարին։ Միշտ։ Նկատի ունեմ 1814 թվականին, երբ որ ռուսական բանակը հասավ մինչև Արաքս։ Տակչուրերու մասը, ասենք։ Այդ ժամանակահատվածից նա տիրապետում է Հայաստանը, չի հովանավորում, տիրապետում է։ Մենք թույլ տված ենք արդյոք հայերս։ Այո, մենք ենք հրավիրել նրանց տարածաշրջան։ Եկեղեցին հրավիրեց, հետո եկեղեցու նկատմամբ սկսեցին այդ զարհուրելի գործընթացները, ունեզրկումներ, եկեղեցու նկատմամբ սպանդ, կաթողիկոսներ են սպանել, եկեղեցում կոլաբորացիոնիստներ նետել, որտեղ եկեղեցին ցանց է, չէ՞, իր ամենահարմար տեղն է, երբ որ ագենտուրան տարածվում է։ Եկեղեցին հրավիրեց ու ընկավ կրակը։ Որտեղ միակ ազգային ինստիտուտը, որ առհասարակ միակ ինստիտուտը, որ Հայաստանում գործում էր այն ժամանակ, եկեղեցին էր, որ գոյություն ուներ։ Որ գոյություն ուներ։ Ուրիշ կազմակերպություն չունենք, եկեղեցին էր, որ պետական ֆունկցիաները վերցրել էր իր վրա, հայ ժողովրդի ապրուստի, Հայաստանի տնտեսության, կրթության, ինչու՞ չէ նաև ինքնապաշտպանական մարտերի գեներացման գլխավոր կառույցը, որը կարողանում էր համակարգել, դա եկեղեցին էր։ Եկեղեցին բանագնացներ ուղարկեց Ռուսաստան, որպեսզի պարսիկների լուծը թոթափի եւ դա ճիշտ քաղաքականություն էր, որ պարսիկների լուծը պետք է թոթափվեր, բայց արդյոք ընտրված ռեագենտը ճիշտ էր, ես խիստ կասկածում եմ։ Ռուսաստանից անալիզը եկավ եւ ոչ բարեհունչ թե այնտեղ ապրող կանանց վարքականոնի վերաբերյալ, թե այնտեղ ապրող տղամարդկանց վարքականոնի վերաբերյալ։ Այն ժամանակվանից է գալիս այդ հարբեցողությունը եւ շատ ավելի վաղուց։ Եվ ի վերջո մենք որպես ժողովուրդ հասկանում ենք, որ հողագործները արարչագործ հանրույթ են, իսկ թալանչիները պարազիտի նման փորձում են, մակաբույծի նման փորձում են ուրիշինը յուրացնել։ Հայ ժողովուրդը հողագործ է, ինչու՞։
որտեղ հողագործությունը մշակույթի նախնական ձևն է։ Մենք արարել ենք այդ գիտելիքները, որ կարողանանք մեր կենսունակությունը տեղում նստակյաց կյանքով հոգալու։ Նրանք ռազմական հարձակումներ են իրականացնել այս կամ այն իշխանությունների նկատմամբ, որ ունեզրկեն ու թալանեն։ Նրանց քաղաքակրթական հիմքը դա է, ճիշտ այնպես ինչպես թուրքերին է։ Այլ պատկեր ո՞նց է իր ակնկալում ստանալ, հրավիրելով նրանց տարածաշրջան։ Հիմա նա եթե տիրապետել է քեզ, դա նշանակում է, որ դու ոչ թե նրա փոքր կամ մեծ եղբայրն ես, որը հովանու կարիք ունի քո մեծ կամ փոքր եղբորից, այլ դու նրա ստրուկն ես։ Նա իրավունք ունի բռնություն կիրառի քո նկատմամբ, քեզ վաճառի, քեզ սպանի, քեզ շահագործի, քո երեխաներին քո ձեռքից վերցնի, քեզ նվաստացնի, նսեմացնի, ամեն ինչի իրավունք իրեն վերապահում է, որտեղ նա ունի քեզ, տիրապետում է։ Հիմա Հայաստանը կամ պետք է թոթափի լուծը, կամ շարունակելու են այդ արատավոր իրավիճակում ապրել, իսկ ներկայիս իշխանությունները ոչ այլ ինչ են, քան հենց այդ տիրապետողի կամքի վերջին արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար էր Նիկոլ Փաշինյանը ձևավորեց մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Եվրոպայի հետ ռազմավարական հարաբերությունների մշտական հանձնաժողովը ոնց էր կոչվում Եվրոինտեգրման, չէ՞, ոնց որ մշտական հանձնաժողով ղեկավարում է Սամվել Կարապետյանի պրոռուսական Նիկոլ Փաշինյանի անվանմամբ ուժը։ Եվ դուք այս հանգամանքում փոփոխությունների հիմք եք տեսնում։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժն էլ գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը։ Եվ սա ոչ միայն կրկնություն է, սա տրագիկոմեդիկ կրկնություն է։ Ի վերջո սա էլ շեշտենք, երկրորդ բառն էլ ավելացնենք, այն ինչ որ առայժմ ես դիտարկում եմ ոչ միայն կրկնություն է, այլ նաև տրագիկոմեդիա, փաթաթված մեր ժողովրդի պարանոցին։ Ընդ որում եկեք ի վերջո մենք հասկանանք, որ գլխավոր պատասխանատուն ով է։ Մենք։ Ով է մեղավոր։ Մենք բոլորս մեղավոր ենք, սիրելի քաղաքացիներ, դես ու դեն մեղքը չգցենք։ Գնացել եք, ում եք ձայն տվել։ Եվ այդ մեկնարկային կետից եկեք փոփոխությունների գնանք։ Բայց ինչպես նշեցի պարոն Սիմոնյան ջան, ինչ կառաջարկեք, ինչպես վարվել Վլադիմիր Պուտինի վարչագազմին հետ, որ պատկերացեք երեք ես կգարտայի նոր օրենքը հիմա հրաբարագած են մեր տնտեսական շրջանառության վերաբերյալ, խելքեվեր բան է, որովհետև գայսությունը բادرազմի մեջ է եւ այսպես մազը պնդրելու հոգեբանությամբ մգվարվին մեր ծաղիկներուն, մեր գատնամթերքին, մեր խմիչքին, որ իրենք պետք ունին այս իրերուն, այսինքն մեր գաբույտ աչքերուն համար չէ, չնայած մեր աչքերն շատերուն աչքերը սև են։ Այո, հիմա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կապերը միայն ծաղիկով չի եղել։ Մենք ունեցել ենք բազմաթիվ կապող ճոպաններ, որոնցով Ռուսաստանը փորձել է ազդել իրավիճակի վրա։ Հիմա ենթադրենք առաջի կապող ճոպանը հապկն է։ Հապկը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, սառեցված է, անգամ դիտարկում են եւ ուլտիմատում են ներկայացրել, ասել են մինչեւ դեկտեմբեր կողմնորոշվեք հապկի առումով։ Եվ ԵԱՏՄ-ն է մյուսը, որ ԵԱՏՄ-ի առումով են կողմնորոշիչներ տվել։ Ընդ որում ես դες ասեմ, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության զգալի մասը նավթամթերքների համատեքստում են գնում։ Հիմա ձեր կարծիքով բենզին, վառելիք եւ գազ Ռուսաստանից մենք ներկրում ենք։ Իհարկե ոչ, փակ է։ Երկրորդը սննդամթերքի շուկան է։ Ամենաշատ արտահանվողներն էին ձկնամթերքը եւ ալկոհոլային խմիչքներ եւ գյուղնշանակության արտադրանքներ։ Գնում է այնտեղ։ Ոչ, փակ է, Լարսը միակողմանի փակ է Ռուսաստանում։ Հիմա փակ է, ոչ մեկ չի գնում։ Ստացվեց, ռազմաքաղաքական կապը չկա։ Ոչ զենք ենք կարողանում այնտեղից գնել։ Մենք նաև զենք առնելիք ենք, չէ՞, գումար վճարած ենք։ Բայց այդ գումարը չի տալու, ասում է վերցրել են։ Ոչ գումարը, ոչ զենքը։ Չի տալիս, ոչ գումարը, ոչ զենքը։ Հիմա հապկի մասով փակ է, կտրվել է ճոպանը։ ԵԱՏՄ-ի մասով փակ է, կտրվել է ճոպանը։ Ամբողջությամբ կտրված է։ Հիմա տնտեսական հարաբերություններ չկա։ Երթալը ինչ է Փաշինյանի այնտեղ ԱՊՀ-ն գոյություն չունի, չգիտեմ ինչ է, դուք դատեք, ես հիմա ասում եմ։ Այս 3 բաները կտրված են, չկա։ Միշուստինի հետ անընդհատ խոսակցությունները։ Գոյություն չունի, Ռուսաստանը տարածաշրջանում չկա։ Հիմա ի՞նչն է տակը մնացել։ Վախը։
Բայց դեռ հռետորական հարց է գալիս։ Վախը, այո։ Եղբայր, դու օգտվում ես հովանոցից, որը քեզ Ռուսաստանը չի տրամադրել։ Քեզ տրամադրել է Արևմուտքը։ Այդ հովանոցը օգտագործելով դու շարունակում ես ռուսական գիծը առաջ տանել, դա դիվանագիտական հմուտ քայլ է, դա խեղկատակություն է։ Վաղը թքելու են այս ուղղության վրա եւ ասելու են ինչի համար սպասարկենք, ինչի համար այդ հովանոցը տարածենք, առավել եւս այն հանգամանքում, երբ որ դու շարունակում ես նույն արատավոր ծիրում մնալ։ Այսինքն դուք ռիսկեր, վախեր չունիք այդ ուղղութենեն։ Ռիսկեր միշտ Վերադարձը գիտեք գազի այդ ոտիսագանը, որ իրենք ամբրոբի պես դարածած են մեր ժողովրդի, մեր բարձ հասարակության հոգիներուն մեջ վախ մգա, որ Ռուսաստանը չլա մենք խեղդված ենք, վերջացած ենք։ Արգելի Սակո, վախի բացակայությունը հոգեկան հիվանդություն է։ Վախը բնական է։ Բնական է։ Բայց բնական է նաև այն, որ վախը պետք է հաղթահարել։ Անտառի կանոնն է, չէ՞, այդպես։ Մենք էլ կենսաբանական արարածներ ենք։ Հիմա որ մենք նստած ենք սենյակում, քարե ջունգլիներում, մեր հարցազրույցն ենք վարում, դա չի կտրել մեզ բնությունից։ Մենք շարունակում ենք բնության մի մասը մնալ։ Իսկ բնության կանոնները ո՞րն է։ Վախենում ես ուժեղացիր։ Ուզում ես ապրել, դարձիր մրցունակ, դարձիր ուժեղ։ Ցանկացած կենդանի, նաև ամենակենդանական աշխարհի ուժեղ եւ վտանգավոր արարածների ձակուկները, ենթադրենք առյուծների ձակուկները, Գորինները ծնվելու պահին անպաշտպան են եւ հոգացության կարիք ունեն։ Բայց դա ապրելու խոչընդոտ չի հանդիսանում այդ ձակուկների համար, որ նրանք շարունակեն վախը հաղթահարելով ապրեն, մինչև դառնան առյուծ։ Հաղթահարեք ձեր մեջի վախը, որ ստրուկ չդառնաք։ Մի վաճառեք ձեր ինքնիշխանությունը, մի վաճառեք ձեր ազատությունը, հաղթահարեք ձեր վախը, որ դառնաք զորեղ, որ դառնաք տեր, առաջին հերթին տեր կանգնեք ձեր կյանքին, ձեր ճակատագրին։ Առաջիկա փուլին Արտյոք Բաղոն Սիմոնյան, քանի անգերց կխոսենք, եթե վարչապետը ուզե ստեղծել, ասենք, Փարի ինտիմության այսպես ուրվաղ նգարը, որտեղ անցյալին փորձվեցավ այդ գլոր սեղանը, գլակ դուք մասնագից այդ սեղանին։ Վարչապետը իրավունք չունի ինտիմություն ստեղծի։ Ընդդիմությունը ձևավորվում է ժողովրդից եւ ժողովրդական պայմաններով։ Եթե կլոր սեղան է ստեղծում, ինչ իմաստ ունի գնալ մասնակցել այդ կլոր սեղանին, եթե պետության ռազմավարական խնդիրները մնում է օդում կախված։ Հիմա մենք իրար հետ քննարկում ենք, հավանաբար վարչապետը կնայի այս հարցազրույցը։ Հուսանք։ Ես վստահ եմ, որ կնայի, որովհետեւ շատ կա, ես լինեի իր տեղում կնայի։ Հիմա ենթադրենք ստեղից խորհուրդ ենք տալիս։ Ասում ենք այդ կոնֆլիկտի միջավայրը, որ ազգային ժողովում ստեղծել եք, այդ ջահիջը, դա ի վերջո շատ վատ է անդրադառնալու հենց ձեր նկատմամբ։ Դա գեղեցիկ մթնոլորտ չի, միջավայր չի, որտեղ դեգրադացվելու եք առաջին հերթին դուք ինքներդ։ Որտեղ յուրաքանչյուր առողջ իշխանությունների համար օդի եւ ջրի նման կարևոր է առողջ ընդդիմությունը։ Դուք պատկերացնում եք շնորհապետական կուսակցությունը լիներ խորհրդարանում լուրջ ներկայացվածությամբ։ Այս հարցերը, որ ես բարձրաձայնում եմ այսօր, բարձրաձայնելու էինք այնտեղ եւ քաղաքական խոսույթը տեղափոխեինք այդ ուղղությամբ։ Փորձելու ենք տանեինք այդ ուղղությամբ, ասելու ենք ընկերներ, հասկացանք, իրար չենք սիրում։ Իրար չսիրելը չի նշանակում, որ մենք ժողովրդին պետքա պարտադրենք վերաբերմունք եւ վատ արտահայտություններ։ Իրար չսիրելով հանդերձ, ինչ որ մի տոկոս դու ունես քվեստացած, ինչ որ մի տոկոս դու ունես քվեստացած, ինչ որ մի տոկոս դու ունես քվեստացած։ Հիմա դու պատասխան ես տալիս քո ընտրողների առաջ, դու քո ընտրողների առաջ, դու քո ընտրողների առաջ, մենք մեր ընտրողների առաջ։ Հետևաբար մոտալուտ ռիսկերը սա է, սա է, սա է։ Մենք կարծում ենք, որ սրա վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել այս քայլերը, այս քայլերը, այս քայլերը։ Եկեք մտածենք, սա ոնց ենք իրականացնում։ Ստացվեց փոխվեց, չէ՞ խոսույթը։ Փոխվեց։ Ոչ չեն ասելու, չէ, դեբիլը նա է, չէ, նա է, չէ, հիմարը սա է, Սրիկան նա է, սրիկան նա է։ Եղբայր, թեման փոխել ենք արդեն, վերացել ենք այս մարդու։ Վաղը մսոր իշխանապողություն կլինի, արդար դատական համակարգ կլինի, դատական համակարգը կանրադառնա ում բարեկամը որտեղ ինչ փող աշխատավարձ ստացել։ Մենք քննարկելու առարկան դա չի, Հայաստանի առաջ խնդիրներ կան կախված։
Հիմա մեր քննարկելու առարկան պետք է լինի Ռուսաստանի հավանական կոլապսի հետևանքով հայ ժողովրդի հումանիտար օգնություն ապահովելու հարցը, որովհետև կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Եվ Մոսկվան Հալեբը չէ։ Միշտ այդպես է եղել, երբ որ Ռուսաստանի կենտրոնաձիգ իշխանությունը փլուզվել է, հանրային կյանքը նմանվել է ջունգլիների։ Եվ առաջին հանդրույթը, որը տուժել է այդ ջունգլիներում, եղել են հայերը։ Ինչու՞, որտեվ հայերը տաղանդավոր են եղել, շատ են վաստակել, շատ են արել դրել, եւ 40 տարի կուտակված ող եւ նախանց կա։ Դա պետք է մի օր դուրս բրցնի, թե չէ։ Բալավ այդ մարդկանց այդտեղ տեղավորելու հնարավորություններ մենք դիտարկելու ենք, թե թողնելու ենք բախտիկը մահաճույքին։ Արցախից 150,000 հոգի մարդ եկավ, արդեն երկրի համար բեռ էր ահռելի։ 1-0 ավելացրեք կողքը։ Դուք կսպասեք անգեղձորեն այդքան հայու տեղափոխում։ Այո։ Այդքան բարդ պիտի լինի, այսինքն գայսության ճագերդով վիճակը։ Այո։ Եվ ամենակարճ ճանապարհը գիտեք որն է լինելու այս իշխանությունների եւ այս ընդդիմության։ Հացի դեֆիցիտի պարագայում հացի գինը թանկացնելը։ Ոչ թե ելքեր փնտրելը, որ հացի դեֆիցիտ չլինի։ Այդ դեպքում արդեն ես եւ դուք մտնելու ենք խանութ, տեսնենք մեկ բուխանկա հացը 1000 դրամ է դառել։ Թուրքիային ինչ որ օժանդակություն գալեք, այդպիսի դակնավի մբարակային ՆԱՏՕ-ի արևմուտքի խողովակով։ Դա օժանդակություն չի լինի։ Դա ինչ կլինի։ Դա կլինի աբսորբացիայի քաղաքականություն։ Թուրքիան ոչինչ։ Որն է, ես ռուսերեն չեմ դիրաբետել։ Դա ռուսերեն չի։ Absorption նշանակում է կլանել։ Կլանել, ուծացնել։ Թուրքիան դրամատուրգություն ունի։ Իհարկե։ Իր հարցերը գիտեք ինչ վիճակի մեջ է Թուրքիան։ Դուք գիտեք Թուրքիա ինչ է նշանակում։ 25%-ով հայ։ Այդ 25%-ով հայ ինչ է նշանակում։ Կլանված հայեր, աբսորբացված, ուծացված հայեր։ Դուք հենց նրանց երեսներին նայեք, ընդ թուրք կտեսնեք։ Թուրքը մնացել է ուղեղներում, գենետիկորեն էլ թուրք չեն։ Բայց մարդիկ ով են։ Գենետիկորեն ոչ թուրք։ Այդ նշանակումը ինչ է տեղի ունեցել, որ թուրքիզմը կլանել է իրանց, ուծացրել է։ Գսենք, չէ, իսլամացված կլանել է, որովհետև թուրք բառ կլանված պետք է օգտագործենք։ Թուրք բառ միջև Աթաթուրքը չի եղել։ Եղել է որպես վիրավորական հանգ։ Եղել է օսմանցի։ Իսկ օսմանցին մենակ թաթարը չէր։ Ճիշտ եք։ Օսմանցի էր նաև պոնտական հույները, օսմանցի էին նաև արևմտյան Հայաստանի հայերը, օսմանցիներ էին նաև ասորիները, քուրդերը։ Բա ինչ եղան այդ ժողովուրդը։ Մի մասին սպանեցին, մյուս մասին ինչ արեցին։ Կլանեցին։ Լավ, այդ բարակային մարտասիրական լուրջ դակնաբի արչև արևմուտք են, ինչ որ ակնկալիք հույս Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիայի նկատմամբ քաղաքականությունը տապալված եմ համարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի կողմից։ Ոչ Մակրոնը շատ ավելի լուրջ է ձեր գարձիկով։ Ֆրանսիան ամենագործուն ձեռքը պետք է լիներ տարածաշրջանում, բայց դարձավ ինչու չհասկացան ինչ որ Թրամփյան Ամերիկան, Թրամփյան, ոչ թե Բայդենյան, Բայդենյան Ամերիկայից հեռու էին մնում, չգիտես ինչու։ Դա ուրիշ էր իրավիճակը։ Ավելի արևմտյան էր իրավիճակը։ Դրա համար հեռու էին մնում։ Թրամփը եկավ Պուտինի ինգերը, սկսեցին մոտիկություն անել։ Մեկ կողմ թողնենք Փաշինյան, Քոչարյան, Սարգսյան, Պուտին, դուք որպես քաղաքական կորձիչ ինչպես կպատկերացնեք Հայաստանը, ինչ տեսակի Հայաստան 2040 թվականին, ինչ տեսակի Հայաստան պիտի ներկայացնենք, աշխատենք, ինչ է ձեր մեծ իդեալը, պարոն Սիմոնյան։ Եթե մենք 2 տարի հետո կարողացանք փոփոխություններ գալ, դա անում է մոտավորապես 2028 թվականը։ Ապա 2050 թվականին 40-ը շուտ է։ 40-ը շուտ է։ Բայց ասում եմ 12 տարի հետո։ 12 տարի հետո
մինիմալ արդյունքներ կարանք ապահովենք գուցե եթե փոփոխությունները տեղի ունենան այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը ձերբազատված կլինի Հայաստանի Հանրապետությունը խեղդող ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական դաշինքներից, Հայաստանի Հանրապետությունը կունենա զուգամիտված բանակ 1 տարի պարտադիր զինվորական ծառայությամբ, բայց համատարած զինվորական ծառայությամբ եւ դա հնարավոր է ապահովել, եթե զինկոմիսարիատների ոճը փոխվում է, համայնքային ատաշեների ինստիտուտ է փոխարինվում, այդ մշակումները մենք իրականացրել ենք։ Հայաստանի Հանրապետությունում պետք է որ այդ ընթացքում կառուցված լինի 2 էներգաբլոկ ատոմակայանի, Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակահատվածում պետք է որ հնարավոր է կառուցել երկաթուղային նոր ցանց, նաև Հայաստանի Հանրապետության գյուղերն ու համայնքները, բնակավայրերը, քաղաքները իրար կապող երկաթուղային ցանց։ Գուցե նաև Երևան քաղաքի հիմնարար խնդիրները մասամբ հանգուցալուծած, մենք գիտենք, որ Երևանում բնակ ֆոնդի 80%-ը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են։ Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում հայրենադարձության եւ ծնելիության բնական խնդանման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունը դարձնել 4 միլիոնանոց, 4.5 միլիոնանոց պետություն։ Գուցե, եթե տնտեսական իրավիճակը շտկվի, իսկ տնտեսությունը կշտկվի, երբ որ դատական համակարգը բարեփոխվի, երբ որ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար համապատասխան պայմաններ ձևավորվի, որ նրանք աճելու շահագրգռվածություն ունենան, երբ որ սփյուռքահայերի շահերն ու իրավունքները այստեղ պաշտպանված լինի, մարդը իմանա, որ գա այստեղ գործ դնի, այդ գործը իր ձեռքից չեն խլի, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հարկային եւ մաքսային օրենսդրությունը այն աստիճանի կանոնակարգված կլինի, որ միջազգային բիզնես կհոսի այստեղ, երբ որ տեխնոլոգիական շուկան կսկսի զարգանալ, տեխնոլոգիական շուկայի զարգացմանը զուգընթաց այստեղ բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն առողջապահության համակարգում, ենթադրենք դժվար բուժվող հիվանդությունների ծառայություններ բուժելու։ Այստեղ էկոլոգիական գյուղատնտեսություն կհիմնվի, բարձր էկոլոգիական արժե համակարգով ֆերմերային տնտեսություններով։ Այստեղ կհիմնվի բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթական ցենզ ունեցող բուհեր, եւ այստեղ ի վերջո լաբորատորիաներ կհիմնվեն, կստեղծվեն նաեւ ռազմավարդությունաբերությունը սպասարկելու եւ ժամանակի տեխնոլոգիական առաջընթացը սպասարկելու համար միկրոչիպերի, արհեստական բանականության ուսումնասիրման եւ այլ տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու հանգամանքում։ Եթե մինչեւ 2040 թվականը Հայաստանի Հանրապետությունում ծնվեն եւ միջազգային շուկա դուրս գան, ազգային կապիտալի վրա հիմնված 10 անդրազգային կորպորացիաներ, դա Հայաստանի Հանրապետությանը կապահովի հավելյալ անվտանգային բարձիկներով։ Օրինակ 1 միլիարդ, 2 միլիարդ դոլար շրջանառության ունեցող, կապիտալ ունեցող կազմակերպություններ համաշխարհային նշանակության։ Իսկ մենք այդ մտավոր պոտենցիալը ունենք։ Եվ այս համատեքստում նմանատիպ Հայաստանի Հանրապետությունում անվտանգային բաղադրիչը շատ ավելի պաշտպանված կլինի, քան այս Հայաստանում, որ 8 տարի կտրվածքով մենք տեսնում ենք ինչ իրավիճակում ենք։ Ընդ որում 2 տարի հետո, եթե մենք փոփոխությունների գանք, 2 տարի հետո լրանալու է ճիշտ Նիկոլ Փաշինյանի կառավարման 10-ամյակը, սիրելի ժողովուրդ, ոչ մեկ վերին արտին ցորենը չի։ Այս մարդը 3 անգամ արդեն առաջադրվել է։ 2 տարի հետո պիտի գնանք փոփոխությունների։ Եթե չգնացինք փոփոխությունների, դժբախտաբար ես որևէ հեռանկար չեմ տեսնում։ Դարձյալ դուք արտահերթի մասին է խոսքը։ Այո, դա հերթականը գալիս է 2031 Որտեղից գա, ժողովուրդը պիտի ժողովուրդը պիտի պահանջի։ Փողոցային պայքարով։ Տեսնենք, չգիտենք։ Այդ բարակային ընդդիմության չրաղացին ճուր չեք լեցներ այս ընդդիմության։ Չկա ընդդիմություն այդպիսին։ Դե իրանք ասում են, որ թեժ աշուն է սպասում։ Դրանք նույնն են, դրանք խաղարկային են, սիրելի ժողովուրդ։ Կենտրոնացեք նոր ուժերի շուրջ։ Ձեր օրագարկային սանդղակի առաջին համարը տնտեսությունն է, թե անվտանգությունը։ Անվտանգությունը։ Եվ ունի մեր բանակը պոտենցիալ, դուք միշտ այդ Անշուշտ հայկական ոգի անտեպ զգացած եմ, որ թրագան այսպես գրավմ ունի։ Հարգելի Սակո, ես այս ոլորտի մասնագետ եմ առաջին հերթին։ Լեռնային պետությունները իզորու են փոքրականակ ուժերով եւ տեխնոլոգիաների միջոցով գերտերությունների դեմ առնել։ Դուք չեք տեսնում ուկրաինական ռազմաճակատում
այդ հազարավոր կիլոմետրեր ձգվող ռազմաճակատում ինչի է մարտը ընթանում դժվար։ Հարթավայր է։ Եվ այնտեղ 3 անջրպետ կա։ Գետեզրեր, ջրային ավազանների խոչընդոտներ, բլուրներ, օրինակ Իզյումը մի քիչ բարձրունքի վրա է, Իզյում քաղաքը, այդ Իզյումը ինչի ռազմավարական նշանակություն, մի քիչ բլուրոտ էր, մի քիչ բարձրադիր էր։ Եվ երրորդ եղանակային պայմաններ։ Ցրտերը սկսելուց առաջ ցեխը սկսվում է, ծանր տեխնիկան չի կարողանում ընթանալ, գարնան մեկնարկի ժամանակ ցեխը նորից էլի տևում է մինչև մարտի վերջ, նորից էլի ծանր տեխնիկան չի կարողանում ընթանալ։ Օգուտ է։ Այս երեքը խոչընդոտ է։ Հայաստանում կա խոչընդոտ ռելիեֆ։ Ի վերջո Ռոբերտ Կապլանի գիրքը ես քանիցս ձեր եթերում հնչեցրել եմ, աշխարհագրության վրեժը։ Այս աշխարհագրությունով հնարավոր է ինքնապաշտպանության այնպիսի համակարգ կայացնել, որ անգամ Չինաստանը չկարողանա գրոհել Հայաստանի Հանրապետությունը, այլ որ մնաց Թուրքիան։ Ու ստիպվի խոսիլ մեր հետ։ Այո։ Ստեղծեք ձեր ամրոցը։ Այն ամրոցը, որը որ բազմաթիվ պոետներ գովերքել են։ Ի վերջո Պերճ Զեյթունյանը ասում էր լավագույն վրեժի ձևը Արարատի ստորոտին ուժեղ Հայաստան կայացնելն ու կառուցելն է։ Եվ Վազգեն առաջին վեհապարն էլ հռետորական հարց է հնչեցրել։ Մենք այքան խիզախություն եւ քաջություն կարողանում ենք մեզնում գտնել եւ անկախությունը վերակերտել։ Բայց արդյոք կարողանում ենք այնքան բարոյականություն մեզանում գտնենք, որ այդ անկախ պետությունը զարգացնենք։ Մեջբերեցիք Վազգեն վեհապարեն ընդհանրապես այս իշխանություն եկեղեցի հարցով շատ զգուշավոր եք, պարոն Սիմոնյան, ձեր գարձիկը ինչ է։ Իմ հստակ դիրքորոշումը արտահայտել եմ ես։ Երևի հնչեղ չէ, ադորամար չէ, ասած մեր Դե հիմա նայած կերի համար։ Այո, ես բարձր ձայնով մեր ժողովուրդը ծայրահեղական խոսքեր գուզե։ Ծայրահեղական չի կարելի, պետք է չափը ճանաչել։ Ինչպես պիտի լուծվի այս հարցը հիմա Գուրգեն Սիմոնյանը որպես քաղաքացի ասում է. Գարեգին երկրորդ կաթողիկոսը լավագույն կաթողիկոսներից չէ, որ մենք ունեցել ենք։ Եվ այստեղ կասկածներ կա, որ օտարերկրյա պետությունների միջամտություններին տուրք տվող կաթողիկոսը։ Շատ դուրբ ձևակերպեցիք։ Դե որտեղ ինֆորմացիա չեմ տիրապետում, հատուկ ծառայություններ ձեռքից տակ չկա։ Ունեցողը չի հրապարակում, ես պետք է մեծ խոսամ։ Ոչ, իհարկե։ Ոչ մեկ իրավունք չունի մեծ խոսալու։ Հիմա եթե վեհապար Հայրապետը պատմության ընթացքում լավագույն վեհապարը չի, ինչպես տակնավեն դուրս գալ։ Բայց որն է այն կառույցը, որը պետք է իրան կարգալույծ անի։ ԱԱԾ-ն իրավունք չունի։ Իրավունք չունի։ Այդ խոսույթը ԱԱԾ-ն կարող է ինֆորմացիա տալ։ ԱԱԾ-ն կարող է մոտենալ գործադիր իշխանության ղեկավարին, ասի «Ար քեզ թղթապանակ», որը ապացուցում է, որ X հոգևորականը արտերկրի լրտես է։ Գործադիր իշխանությունը վերցնում է դա, ղեկավարը, վարչապետը կարդում է, հավաստի փաստերն ընկել են ձեռքը։ Հրավիրում է եպիսկոպոսներին, հրավիրում է ով է այն ժողովը, այնտեղ աշխարհականներ էլ կան, որ վեհապարներ են հանում դնում եւ այլն եւ այլն։ Ազգային ժողովն է դա, ամենաբարձր ժողովը։ Ազգային ժողովը իրավունք չունի։ Չէ, ազգային եկեղեցական ժողովը նկատի ունեմ։ Եկեղեցական ժողովի անհատներին ոչ չի հրավիրում եկեղեցական ժողով։ Ի սկզբանե ասեմ, ինքը իրավունք չունի եկեղեցական։ Այո, բայց խորհուրդ երևի այդպես։ Իրաց կարա հրավիրի որպես անհատ, վարչապետի հետ հանդիպման։ Այդ հանդիպմանը ականատես չի լինում հայ ժողովուրդը։ Արտաքին աշխարհը։ Այսինքն փակ թռների ետևը։ Հա, ոնց պետք է ծավալվեր։ Հավաքվում են, ասում են։ Բայց հիմա անցած են այդ փուլերը, պարոն Սիմոնյան։ Հիմա չափներս անցած են։ Ինչպես պիտի լուծվի։ Չի կարող այս իշխանությունների պարագայում լուծվի։ Ասպես կմնա։ Չի, սենց մնալու է։ Այսինքն կաթողիկոսը կշարունակե իր գործառույթները։ Շարունակելու է եւ մենք անդադ խայտարակ ենք լինելու միջազգային հանրության առաջ, գնալու են էլի աղոթքներ են անելու, այդ հրատապ հարցերը բարձի թողի վիճակում լինի։ Հիմա հրավիրվել են այդ մարդիկ, ընդ որում այնտեղ հրավիրվում են այն եպիսկոպոսները, որոնք որ ԱԱԾ-ի տված զեկույցներով մաքուր են։ Ենթադրում եմ կարան լինեն, չէ՞։ Հո բոլորը չեն։ Եթե բոլորն են, այստեղ աղետի մեջ ենք։ Նշանակում է, եթե աղետի մեջ ենք, պետք է վարչապետը փակ քննարկումներ իրականացներ, հայ ժողովրդի Կադարյալ անցյալ է, հայ ժողովրդի առաջադեմ անհատների հետ Սփյուռքում եւ Հայաստանում եւ ներկայացնել խորհրդի ներկայացնել փաստերը։ Ասեր կրակի մեջ ենք ընկերներ։
Ինչպես լուծենք այս Համակարգը կերել են միջև քոքը։ Ոնց լուծենք այս հարցը։ Փակ նիստի հետևում, փակ։ Դուք անձնապես կուզեիք կաթողիկոսին այս բոլորը ասել։ Կաթողիկոսին չեմ ուզում որևէ բան ասել։ Ինչու՞ չեք այցելել օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինչի համար այցելեմ։ Դե սրծավ եք, մտահոգ եք, քաղաքական կորձիչ եք։ Օրինակ Թիմոթեյան պատկանավորները տեսակ ինչպես կացին օրնությունը ստացան։ Ես քիչ առաջ օրնությունն է սելեկտիվ եղավ։ Ես քիչ առաջ հնչեցրեցի, որ նրա կարգավիճակը որպես վեհապար հայրապետ չեմ գնահատում որպես լավագույն։ Բայց ի վերջո կաթողիկոսն է, չէ՞։ Հա, բայց ինչ չեք ասում, ուրիշ անունով չեք դիմում։ Իրավունք չունեմ դիմեմ, որտեվ ես այդ լիազորությունը չունեմ եւ այդ բարեկրթությունը ունեմ նրան աշխարհիկ անունով չդիմելու։ Չի կարելի։ Պահպանիր կարգը, որպեսի կարգը պահպանի քեզ արիստոտելյան ճշմարտություն է։ Եվ եթե դու մարդուն չես հարգում, հարգիր կարգավիճակը։ Իսկ այդ կարգավիճակից ով է իրան կարգալույծ արել, ուր է այդ մարմինը։ Ցույց տվեք։ Եթե չկա, ուրեմն որևէ մեկը իրավունք չունի լափառոշություն իրեն թույլ տա եւ նման կերպ արտահայտի մի անհատի վերաբերյալ, որ տարիներ շարունակ օծված է եղել որպես այդպիսին, անկախ նրա որակական հատկանիշներից։ Եթե դու իրոք մտահոգ իշխանություն էիր, պետքա վայրվեիր այդ ճանապարհով։ Եվ եթե իրոք մտահոգ իշխանություն էիր, գուցե հարցնեիր, այն ժամանակ մի երկու բան էլ ականջիդ կփսփսայի, բայց հիմա չեմ փսփսա։ Որոշակի իմ դատողությունների առումով, ինֆորմացիա չէ, այլ իմ վերլուծությունների առումով։ Ինֆորմացիայի չենք տիրապետում, ցավոք սրտի։ Անկեղծ զրույց էր, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս անավանդ մեր ալիքի համար շատ սիրելի, հատկապես Սպիրկյան մեր հանրույթի համար սիրելի քաղաքական գործիչ շնորհաբեդական գուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյաններ, նաև հորտորս ցեզի հարկելի հետևորդներ, դարաձեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես։